Հարգելի լրատվամիջոցների ներկայացուցիչներ, հարգելի քաղաքացիներ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ ներքաղաքական եւ նաեւ արտաքին քաղաքական հարցերով բազմաթիվ ընթացիկ հարցեր են հավաքվել, այսօր կփորձենք այս ճեպազրույցի ընթացքում նաեւ ներկայացնելու եւ մեր քաղաքական ուժի հանրապետականի եւ նաեւ ըստ անհրաժեշտության նաեւ պատիվ ունեմ ֆրակցիայի մոտեցումները, դիրքորոշումները ամենատարբեր հարցերի շուրջ։ Իմ նախնական խոսքով ես կանդրադառնամ երկու կարևոր հարցի եւ դրանից հետո շատ սիրով կպատասխանեմ ձեր հարցերին։ Նախ ուզում եմ տեղեկացնել սրա մասին երեք մեր բազմաթիվ գործընկերներ խոսեցին, գրեցին, որ երեք լրացել է Հանրապետական կուսակցության հիմնադրման 35 տարին։ Սա ըստ էության համընկել է նաև մեր նորագույն պատմության երրորդ հանրապետության հռչակմանը եւ պատահական չէ, որ սկսած հանրապետականի հիմնադիրներից նաև դրան հաջորդած ժամանակահատվածում հանրապետականը գլխավորել են կամ դրանում իրենց ակտիվ ներկայացում են ապահովել մարդիկ, ովքեր եղել են նաև Հայաստանի Հանրապետության պետականաշինության հիմքում, Արցախի ազգային ազատագրական պայքարի ակունքներում զինված ուժերի կազմավորման գործում ներդրում ունեցած բավականին մեծ թվով անձինք։ Հենց մենակ այն հանգամանքը, որ 90 թվականին նաև անկախության բանակի հիմքով եւ նաև նրա հրամանատարների մասնակցությամբ տեղ ունեցել հանրապետականը հիմնելու այս նախաձեռնությունը, դա ինքնին արդեն խոսում է այն բոլոր առանձնահատկությունների մասին, որ այս տարիների ընթացքում նաև ուղեկցել է հանրապետականին, սկսած նրա հիմնադիր նախագահ Աշոտ Նավասարդյանով, Վազգեն Սարգսյանով, Անդրանիկ Մարգարյանով եւ այսօր գործող նախագահ Սերժ Սարգսյանով։ Իհարկե հանրապետականի հիմնադիրները եւ մեր պետականաշինության գործում իրենց ամուր ներկայություն ունեցող մարդիկ միայն մեր ղեկավարներով, այսինքն ղեկավար կազմով չեն սահմանափակվում, որովհետեւ ըստ էության հանրապետականի հիմնադրման հիմքում նաև սովետական ժամանակահատվածում ակտիվորեն գործած ընդհատակյա ազգային միացյալ կուսակցության առանցքային դեմքերն են, որոնցից մեկը նաև հետագայում Աշոտ Նավասարդյանը հիմնադիր հայրերից է հանրապետականի, ովքեր բավականին ծանր փուլերում, երևի բոլորի համար հասկանալի է, թե ինչ է նշանակում սովետական ժամանակահատվածում ազգային գաղափարախոսության հիմքով պայքար մղել եւ ազգային հարցեր բարձրացնել եւ նաեւ դրանով էր պայմանավորված, որ մեր շատ գործիչներ, այդ թվում նաեւ Աշոտ Նավասարդյանը, Անդրանիկ Մարգարյանը, Ռազմիկ Զորաբյանը, Վազգեն Կարախայանը նաեւ բավականին մեծ հետապնդումների են ենթարկել, Ռազմիկ Մարկոսյանը, նրանցից շատերը անցել են աքսորի ազատազրկման վայրերով, բայց դա նրանց չի կաշկանդել իրենց պայքարը շարունակելու նաեւ նորանկախ Հայաստանի ժամանակահատվածում եւ այսօր ցավոք նրանցից մի մասը ֆիզիկապես բացակայում է, բայց նրանց գաղափարական գործը այսօր էլ հանրապետականը փորձում է շարունակել։ Այս տարին ընթացքում հանրապետականը տարբեր հանգրվաններում եղել է նաեւ քննադատությունների, մեղադրանքների, տարբեր արշավների ներքո։ Մի մասը իհարկե ունի իր օբյեկտիվ հիմքը, որովհետև հանրապետականը տարբեր փուլերում եւ նրա դերակատարները եղել են տարբեր քաղաքական գործընթացների ամենասուր առանցքում եւ բնականաբար այդ պարագայում որևէ մեկը չի կարող խուսափել մեղադրանքներից կամ քննադատություններից։ Այս ամենը զուգահեռվել է նաեւ շատ իրավիճակներում է նկատմամբ սուբյեկտիվ շինծու, նաեւ որոշակի ուղղորդված երրորդ ուժերի կողմից քննադատությամբ, բայց այսօր մեծ առումով սա չէ խնդիրը եւ հիմնական ասելիքը սա չէ։ Հանրապետականը անցել է բավականին ծանր փուլերով, հատկապես 2018 թվականին, բայց այսօր խորհրդանում հանրապետականի ներկայացվածությունը, քաղաքական դաշտում նրա ազդեցիկ կշիռը եւ ակտիվությունը բնականաբար ցույց է տալիս, որ մեր եղած առաջին հերթին իր հիմքում ունենալով գաղափարական համախմբվածությունը հանրապետականը բավականին ծանր փուլեր անցել է, հաղթահարել է եւ այսօր էլ պատրաստ է ողջ ներուժը դնելու, ծառայեցնելու
այս տարածաշրջանում առաջին հերթի հայի գոյությանը, մեր պետության զարգացման եւ առհասարակ հզոր Հայաստանի եւ հայկականության ամրապնդմանը։ Երկրորդ խոսքս ներածական ուզում եմ անդրադառնալ 9 տարի առաջ այս օրերին Արցախում տեղի ունեցող իրադարձություններին 2016 թվականի ապրիլի 2-ին ըստ էության Ադրբեջանը հերթական արկածախնդրությունը իրականացրեց Արցախի դեմ, որի նպատակը, եթե շատ կարճ ձևակերպեմ, դա Արցախի հարցի ուժային ճանապարհով լուծում էր, ռազմական ճանապարհով լուծում էր եւ Արցախի նկատմամբ ուղիղ վերահսկողության ապահովումը։ Ուզում եմ նաև հիշեցնել, որ դրան նախորդած ժամանակահատվածում նախ 2011-ին Կազանում Ադրբեջանը տապալել էր բանակցային գործընթացը եւ այդ պահին բանակցային սեղանին եղած փաստաթուղթը չվերջին պահին չէր ստորագրել, որը հետագայում նաև համանախագահ երկրների, տարբեր երկրների կողմից արժանացավ բավականին սուր դիտարկումների եւ դիրքորոշումների եւ Ադրբեջանը 2011-ից հետո մինչեւ 16 ընկա ժամանակահատվածում սկսեց աստիճանաբար տաքացնել առաջնագիծը, որը եթե առաջին փուլում արտահայտվում էր դիպուկահարների ակտիվ գործողություններով, հետագայում դրանք վերածվեցին դիվերսիոն պատերազմների, սկսեց առաջնագծում կիրառվել փոքր հրետանի եւ սա ի վերջո 2016 թվականին բերեց լայնամասշտաբ ռազմական գործողությունների Արցախի ուղղությամբ։ Կարճ ռազմական գործողությունների եւ ադրբեջանական մտահղացման մասին, ինչպես ես արդեն ասացի, Ադրբեջանի հիմնական նպատակը ռազմական ճանապարհով խնդրի լուծումն էր եւ դա արտահայտված էր նաեւ նրա մարտավարության մեջ։ Սկզբնական շրջանում հարվածներ հարավում Ջաբրայելի ուղղությամբ, հյուսիս-արևելյան հատվածում Թալիշ, Մադաղից եւ Մարտակերտի բնակեցերում, որոնք նպատակ ունեին պաշտպանության բանակի ռեզերվը տարբեր ուղղություններով ուղղելու եւ կենտրոնի պաշտպանությունը նոսրացնելու, որովհետեւ նպատակը այդ ժամանակ կենտրոնից Աղդամի ուղղությամբ հարձակումներ եւ ուղիղ Ստեփանակերտի նկատմամբ վերահսկողության հաստատումներ։ Ինչու Աղդամի ուղղությամբ առաջին հերթին նաեւ պայմանավորված նրանով, որ ամենամոտիկ հեռավորությունը Ադրբեջանի վերահսկողության հատվածներից միջև մայրաքաղաք Ստեփանակերտ Աղդամի հատվածում էր, որտեղից ուղիղ հեռավորությամբ Ստեփանակերտը գտնվում էր, եթե չեմ սխալվում, 48-49 կիլոմետրի վրա։ Պաշտպանության բանակը եւ օրվա ռազմաքաղաքական ղեկավարությունը բնականաբար այդ մտահղացումը հասկացել էին եւ դա կանխվել էր, ռեզերվային ուժերը ոչ միայն աջուձախ չէին ուղղվել, այլ նաեւ այդ ռազմական գործողությունների արդեն 3-4 օրը կենտրոնով Աղդամի ուղղությամբ Ադրբեջանի կենտրոնացված ուժերի ուղղությամբ բավականին մեծ հետանային եւ հրթիռային հարվածներ հասցրեցին, որի հետևանքով ադրբեջանական այն ուժը, այն հիմնական գրոհային ուժը, որը նախատեսված էր ճեղքում իրականացրելու եւ կենտրոնական խնդիրը լուծելու համար, հարվածի գլխավոր ուղղությամբ, բնականաբար այստեղ միանգամից վիժեցվեց եւ պատահական չէր, որ ադրբեջանական կողմը Ռուսաստանի դիմեց եւ նրա միջնորդությամբ փորձեց հասնել հրադադարի։ Իմիջիալոց այստեղ Ադրբեջանը նաև մեկ այլ խորամանկությամբ էր փորձում դիմել, նա փորձում էր նաև այդ ժամանակ գրավոր փաստաթուղթ ստանալ Հայաստանի եւ Ադրբեջանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետերի մասնակցությամբ, ինչին բնականաբար հայաստանյան եւ արցախյան իշխանությունները չտրվեցին, որովհետեւ հրադադարի ռեժիմի հաստատման հիմքում 94 թվականի եռակոմ Հայաստան, Արցախ, Ադրբեջան այդ փաստաթուղթներ, որը բնականաբար ուներ բավականին կարևոր նշանակություն եւ Ադրբեջանին այդ ժամանակ որևէ ձևով թույլ չտրվեց օգտվել ստեղծված իրավիճակից։ Այս իմաստով միանշանակ պետք է արձանագրենք, որ ադրբեջանական նպատակները խնդիրը ռազմական ճանապարհով լուծելու ոչ միայն ամբողջությամբ ջախջախվեցին, այլ պաշտպանության բանակի կամավորների, պահեստազորայինների ամուր պաշտպանությունը, հետագայում նաև հակահարձակումը որոշակի ուղղություններով
այնպիսի իրավիճակի էր հացրել ադրբեջանական զինուժը, հիմնական գրոհային ուժերը, որի պարագայում Ադրբեջանը այդ գործողությունները շարունակելու հնարավորություն չուներ։ Մեկ կարևոր հանգամանք ևս Ադրբեջանը միջև պատերազմի սանձազերծումը հավաքագրել էր իր պետական կառավարման համակարգի բոլոր հատուկ նշանակության ստորաբաժանումները։ Այսինքն դրան չէր մասնակցում միայն բանակը, դրան մասնակցում էր ազգային անվտանգության ծառայության, սահմանապահ զորքերի, արտակարգ իրավիճակների, ներքին գործերի նախարարության, ռազմածովային ուժերի հատուկ նշանակության ստորաբաժանումները, որոնք ուժեղացված էին բանակի ռեզերվային տարբեր զորամասերի, բանակային կորպուսների զորամասերի հատուկ նշանակության ստորաբաժանումներով եւ նաեւ հավաքագրված էր հիմնական պայմանագրային անձնակազմը, այսինքն պետք է արձանագրել, որ ադրբեջանական կողմից պարտադիր ժամկետային զինծառայող որևէ ակտիվ գործողության չէր մասնակցում, այն դեպքում, երբ որ պաշտպանության բանակի գործողությունների հիմքում մեծ առումով նաեւ մեծ մասամբ ներկայացված էին պարտադիր ժամկետային ծառայողները, որոնք ունեին մարտական պատրաստության այնպիսի բարձր իրավիճակ, որոնք ստեղծված իրավիճակում բավականին մեծ ջարդ էին հասցրել ադրբեջանական այդ գրոհային խմբերին։ Ավելին այդ գրոհային խմբերից, այսպես ասած, ավանգարդը դա Յաշմայի 052 հատուկ նշանակության բրիգադներ, որը ապրիլյան մարտական գործողություններից հետո պարզապես վերածվեց անմարդունակ ստորաբաժանման եւ նրա անունը որևէ էական ձևով իր արտացոլումը չունեցավ 44-օրյա պատերազմի օրերին։ Այս պատերազմում 4-օրյա մարտական գործողությունների ժամանակ հայկական կողմը ունեցել է 75 զոհ, հետագայում ապրիլ ամսվա ընթացքում, երբ որ իրավիճակային որոշակի լարվածություններ եղան, ճիշտ է դրանք էսկալացիա չվերածեցին, բայց այդ լարվածությունը պահպանվում էր, ապրիլ ամսվա ընթացքում, այսինքն ապրիլի 5-ից հետո գրանցվեց եւս 13 զոհ եւ ապրիլ ամսվա ընթացքում ընդհանուր առմամբ մարտական գործողությունների այդ 4 օրվան գումարած ընդհանուր առմամբ գրանցվել է 88 զոհ։ Այն բնագծերը, որոնք ունեցել են որոշակի կորուստներ, ընդհանուր առմամբ հեկտարային առումով դրանք եղել են 470 հեկտար։ Չնայած առաջին փուլում դրա մասին տարբեր գնահատականներ են հնչել, բայց հետագայում պաշտպանության բանակը նաև ճշգրտեց այդ հիմնական կորուստի հատվածը, որը հեկտարներով արտահայտված 460 հեկտար էր կազմում։ 9 տարի է անցել ապրիլյան մարտական գործողություններից, թեման բազմաթիվ նաև շահարկումներ է անցել ներքաղաքական տարբեր համատեքստերում, բայց պատմությունը ժամանակը ըստ էության արձանագրեց, որ պաշտպանության բանակը իր թիկունքում ունենալով հայ ժողովրդի սատարումը եւ հավաքական կամքը կարողացավ իր հաջողության հասնել եւ իր հաղթական մարտը մղել, դրանով արդեն իսկ տապալելով ադրբեջանական այն հիմնական ջանքերը, որոնք ուղղված էին ռազմական ճանապարհով խնդրի կարգավորմանը։ Ինչ տեղի ունեցավ այդ գործողություններից հետո, որպես հետևանք կամ արդյունք, մայիսին նախ Վիեննայում տեղի ունեցավ հանդիպումներ, որից 2 ամիս անց արդեն Սանկտ Պետերբուրգում էր, որտեղ համանախագահ երկրների նաև ճնշմամբ առաջին պլան բերվեց առաջնագծում հետաքննությունների մեխանիզմի ներդրման գաղափարը, որպես կետ դրույթ առաջ բերվեց ԵԱԿ Մինսկի խմբի համանախագահի անձնական ներկայացուցիչի գրասենյակի ընդլայնման հարցը, որը պետք է առավել պարբերական դարձներ հրադադարի ռեժիմի խախտումների հետ կապված դիտարկումները եւ նաեւ դրան հետեւեց Ալիևի այն հայտնի արտահայտությունը, որը այս վերջին տարիներին անդադ տարբեր քննարկումների եւ բարձրաձայնումների առիթ է տվել։ Դա այն ժամանակահատվածն է, երբ որ միջազգային հանրությունը ոչ միայն դատապարտել էր ադրբեջանական ագրեսիան, այլ բավականին մեծ ճնշումներ էր գործադրում նաև Ադրբեջանի վրա, հասկանալով իրական ապակառուցողական կողմի Ադրբեջանի վատ դերակատարությունը, եւ 2016-ի հոկտեմբերն էր, որպես դրա արդյունք, երբ Ադրբեջանի նախագահը այդ ճնշման նաև ներքո իր կառավարության նիստում հայտարարեց, որ փակ դռների հետևում իրեն ստիպում են ճանաչելու Արցախի անկախությունը։ Հարգելի գործընկերներ, հիմնական ներածական մասով խոսքս այսպիսին էր, գիտեմ, որ բավականին հարցեր են
կուտակված եւ մեր արտաքին միջավայրի անվտանգության հետ կապված եւ նաեւ ներքաղաքական հարցերի, սիրով կպատասխանեմ ձեր հարցերին։ Խնդրեմ։